Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն իր համամասնական ցուցակի ձևավորման նախընտրական քարոզարշավի համար է մեկնում մարզեր, դրանք համադրելով քաղաքացիների հետ շփումներով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով քննադատություններին, թե կուսակցությունը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զբաղվում է քարոզչությամբ։ Եթե մենք 5 տարի չգնայինք մարզեր կամ վարչապետը չգնար եւ հիմա մենք գնայինք, գուցե այդ քննադատությունները ինչ որ տրամաբանություն կունենային, բայց այդ քննադատությունները պարզապես որևէ հիմք իրենց ներքո չունեն, որովհետեւ նորից եմ ասում, դա մեզ համար աշխատելավոճ է։ Կոնջորյանը հերքեց, որ կառավարող ուժը որոշել է ներկուսակցական քարոզարշավը մարզային այցերով իրականացնել, տարբեր հարցումներով ցածր վարկանիշ ունենալու պատճառով։ Ասաց ունի տվյալներ անկախ ընկերությունների կազմակերպված հարցումներ, որոնք ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը ամենաբարձրն է։ Ընդդիմության շարքում այս պահին առաջ է անցել ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նոր ուժը։ Դուք կհամոզվեք, որ մենք որպես կառավարող ուժ մեզանից հաջորդ եկող ընդդիմադիր ուժերից մի քանի անգամ ավելի բարձր վարկանիշ ունենք։ Ռոբերտ Քոչարյանի ուժը շատ դժվար բաների մեջ է, ուրեմն տվայտանքների մեջ է, որովհետև շատ մեծ է ռիսկը, որ ըստ այդ հարցումների շատ մեծ է ռիսկը, որ մնա նշաձողի տակ եւ չկարողանա անցնել խորհրդարան։ Օրինակ հանրապետականը, որ հայտարարում է, որ հիմա իրանք սկսում են փողոցային պայքարին, չի դա հայտարարում հանրապետականը, որովհետև շատ լավ գիտի, որ եթե մասնակցի, կարող է հազիվ մի տոկոս էլ չհավաքի եւ վերջնականապես չխայտարակվելու համար իրանք որոշում են գնալ փողոցային պայքարի։ Ինչու պետք է քաղաքացիները կրկին քաղաքացիական պայմանագրին վստահեն իշխանությունը։ Հայկ Կոնջորյանի խոսքով քաղաքացիական պայմանագրի հաղթանակից է կախված այն գործընթացները, որոնք սկսվել են, ապա շրջափակման թրիփի, զարգացման տրամաբանությամբ, էքզիստենցիալ գոյաբանական ճգնաժամից դուրս գալու եւ ի վերջո զարգացման հուն մտնելու։ Իսկ ինչու պետք է ընդդիմության ընտրվելու պարագայում պատերազմ լինի, հետաքրքրվեցին լրագրողները։ Կոնջորյանը հիշեցրեց Դաշնակցության գաղտնազերծված 004 շրջաբերականը, որում ըստ նրա նշված է Հայաստանի Շիբուխում սահմանազատման գործընթացը։ Ընդդիմադիր ուժերը չեն ասում, որ իրենք դեմ են խաղաղությանը, բայց ըստ էության այնպիսի առաջարկներ են անում, որոնք որ քանդելու են խաղաղության ճարտարապետությունը։ Գուցե ընդդիմության Ծառուկյանի, Քոչարյանի, Սամվել Կարապետյանի առաջարկը ՔՊ-ի համար իրենց ասածները վաղ են առաջացնում, գուցե։ Գալիս են եւ փայլուն իրականացնում։ Անկեղծ ասած վաղ չեն առաջացնում որևէ կերպ, մանավանդ օրինակ այնպիսի քաղաքական կոնցեպտներ լսելուց, ինչպիսին է օրինակ Նոյան տապան կառուցելը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի խոսքով իրենց անհանգստացնում է պետության ճակատագիրը եւ ժողովրդավարական ճանապարհով թույլ չեն տալու, որ ժողովրդին թալանած ուժերը գան իշխանության։ Մենք թույլ չենք տալու, որ մեր երկիրը նորից հայտնվի մարդակերների իշխանության ձեռքին, ովքեր տասնամյակներ շարունակ արյունարբու բորենիների պես թալանել են ժողովրդից, կուտակել են հարյուրավոր միլիոն դոլարների հարստություն, ովքեր որ ունեզրկել են մարդկանց, ովքեր պանդխտացրել են մարդկանց, ովքեր որ դատարկել են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի առաջին 3 նախագահների օրոք Հայաստանից 1 միլիոն մարդ անվերադարձ հեռացել է։ Կոնջորյանն անդրադարձավ նաև եկեղեցու շուրջ իրադարձություններին, ասաց Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու գործընթացը շարունակվելու է։ Դրա համար վերջնաժամկետ սահմանված չէ։ Մեզ հաջողվել է թույլ չտալ հակաեկեղեցական արշավի հաղթանակը, որը որ սանձազերծել է Կտրիչ Ներսիսյանը։ Հայաստանում հակաեկեղեցական հայ առաքելական եկեղեցու դեմ ուղված հակաեկեղեցական արշավի պարագլուխը Կտրիչ Ներսիսյանն է։ Անդրադառնալով Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի հայտարարություններին, որոնցում նա քննադատում է Հայաստանի իշխանություններին եւ նշում, որ ով դատավճիռ կկայացնի Գարեգին Բ-ի դեմ, նա կանիծվի, Կոնջորյանը նկատեց։ Եզրասը դա այն նույն անձնավորությունն է, որը ըստ հրապարակված թղթերի բանը չէ, KGB-ի գործակալ է եւ նաեւ համատեղության կարգով Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Հիմա իրենք փաստորեն անցել են նաեւ անեծքի բանին, ռեժիմին, չնայած ես չեմ կարծում, որ անեծքի բանից ռեժիմից նրանք ընդհանրապես հրաժարվել էին, ամեն անգամ երբ որ նա խոսում է, նա հերթական անգամ հիշեցնում է մեզ բոլորիս, թե հայ առաքելական եկեղեցին ինչպիսի այլանդակ հարձակման ներքո է եղել տասնամյակներ շարունակ։ Կառավարող մեծամասնությունը հաշվետվողական ու թափանցիկ գործում է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, իրենք պիտի
անհանգիստ լինեն մերկանալուց։ Եվ երբ որ այդ իրենց բանը սկեմը ու վեղարը քաշում ես, դրա տակ թաքնված այլանդակություններից իրենք պետք է անհանգստանան։ Հայկ Կոնջորյանի խոսքով Հայաստանում ժողովուրդը հիմա ավելի շատ է մասնակցում պատարակներին, նախկինում ըստ նրա Գարեգին Բ-ի գործունեության արդյունքում մարդիկ դուրս էին մղվել եկեղեցուց։ Կտրիչ Ներսիսյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի երրյակ դաշինքի արդյունքում եկեղեցին դարձել էր Ռոբերտ Քոչարյանի ենթաշտաբը։ Հիշում եք Աբովյան փողոցում Սուրբ Աննա եկեղեցին Բագրատ Գալստանյանի քաղաքական ճառերի թատերաբեմ էր դարձել։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։